ամուսնյակս խանութից եկավ, ասեցի ցույց տամ գնումները, այն օրը դավը իր տապուչկան շպրտեց, կպավ մեր ջազվեի պոչը ջազվեց, բայց ջազվեն արդեն մաշված էր, հետևաբար ուրախ եմ, նորը վերցրեցինք, թաց անձեռոցիկ, դավ մի րոպե եկամ, այս իմ կոմպի համար է, վարի է գնացել, այստեղ ինչ-որ հյութ, լավաշ, հավկիթ, սուրճ, խորես, անձեռոցիկ, այստեղ ինչերը պանիր, թթվասեր, թաց անձեռոցիկ, էլի անձեռոցիկ, մակարոշկաներ, մի խոսքով սենց խառը բաներ, ամենատարբեր, դավին խորենը տարել նկարչության, սպասեք ես հետ ցույց տամ, խնդրեմ, առաջի անգամ կտավի վրա է նկարել ճուտոս ուտեմ սրա մռութը, այսպիսի փոքրիկ գնումներ, եկա բալես, ուր են գնում դավ, գնում ենք պալիկլինիկա, 26 ձև որ կոչվում է դպրոցից առաջ դրա համար հաչուկներ ստուգել եւ այլն, հա? Ախեն մասմա չեմ ուզում ակնոց դնեմ, ասում եմ դե տեսնենք։ Մեզ Արտասիադյան մի քիչ էսկոմի չացրեց, փողոցներ էին փակ, ինչ-որ խառը վիճակ էր, ոտքով հիմա կգնանք, մեր պալիկլինիկայի տեղը փոխվել է, առաջի անգամ եմ այստեղ գալիս։ Հիմա իջնենք այս հատվածում, մեր ատամնաբուժանի մոտ ենք։ Արի։ Ձկրտում ես։ Տեսնենք պուլպուլա կգտնենք, դա ոնց մի հատ ջուր խմի։ Ոյ։ Դավո, не надо так. Не надо так со мной, Դավո։ Արցանում ենք կամաց։ Լավ սարքած է այստեղ։ Լավ։ Ակնաբուժի կաբինետի առաջ ենք սպասում, դավ խելոք նստի, ստեղ լիքը հիվանդություններ կան, վիրուսիկներ կան, դու սաղ տեղերը լպրտվեցիր, կսվեցիր պատերով, պոլերով, դա շատ սյունասարկած, բայց շատ հավես։ Ստուգում ավարտեցինք, սպասում եմ մինչև թուղթե գրեն գնամ վերցնեմ, դրսում եմ սպասում։ Երեխեք ջան, ես եկա բացեցի առաջին հերթին հրավիրատոմսը բլոգերը որցի, ես անպայման լինկը կթողնեմ, որովհետև անցած տարվա իմ հաղթանակը բացառապես ձեր շնորհքն էր, ինչքան ակտիվ եք դուք մասնակցել, ինչքան մեծ ջանասիրությամբ եք քվեարկել իմ օգտին, եւ միգուցե այս տարի եւս լինի ինչ-որ մի բան, победители в конкретной категории выберут ваши подписчики. Поделитесь уникальной ссылкой для голосования в Instagram и пригласите свою аудиторию проголосовать и выбрать лучшего. Ամսի 29-ը, այսպես ասած, ավարտվելու քվեարկությունը, ամսի 20-ից սկսելու է։ Так, այսպես քվեարկության կարգը կա, այստեղ կայքը կներեք։ Ամսի 30-ի ժամը 6-ին Vivaldium կկայանա այդ բանը, dress code for red carpet, black and white, սև ու սպիտակն է լինելու dress code-ը, պետք է աչքիս շոր գնեմ, ինչ-որ որովհետև սենց որ փորձում եմ հիշել, ինչ-որ հարմար բան չունեմ, այդ ճիշտ եմ, չէ, կուզեի ինչ-որ սև շորիկ, լավ հելը կմտածեմ, black and white-ի մեջ ինչ կարելի է ձեռք բերել, այսպես երեխեք ջան, այստեղ սենց բաներ էին դրել ու նաև արևածաղկի գլուխեր էդ բանի մեջ ենքան հավես էր, ակտտակ, այս տնենք այստեղ, որպիսի մասնակցենք, ես լինկը մինկը ամեն ինչը կթողնեմ, որ ակտիվ քվեարկեք, ինչ վերաբերվում է դավուկայիս, մի հատ անցնեմ տխուր մասին իմ համար մի քիչ, աչքերը ստուգեցին ու եղավ այն ինչից ես վախենում էի, դավս ևս ունի աստիգմատիզմ և հեռատեսություն, շատ եմ տխրել, անկեղծ, ինչ մեղքս թաքցնեմ, հույս ունեի, որ դա չի լինի, բայց հաշվի առնելով այն, որ երբեմն այո իսկապես չարաշահում են այդ հեռախոսը, թե պետքերս, թե խորենը, ամեն խաղալիք առնում ենք, ամեն զբաղմունք, ալտերնատիվա առաջարկում ենք, բայց միևնույնն է, այն որ պահը բռնում են, երբ ես դու դաս անում, երբ հա պապան աշխատում, երբ հա մաման քննության ու չարաշահումներ այո եղել են, եւ այն որ ասում են не надо плакать над разлитым молоком, ինչքան էլ հիմա գլխից վայ տամ, ինձ համար են վատ մամա, որ այ
կարելի է այնպես անել, որ դա չլինի, միևնույն է արդեն ոչինչ չեմ փոխի։ Դրա համար կտանենք հատուկ ստուգումներ կանցնի եւ ակնոց կդնի, այդ կինը ասեց հենց հիմա լավ կանեք սկսեք, որ գոնե 12-13 տարեկանում ակնոցից կարողանա ազատվել, սույլ աչք ասեց չկա դեռ, ինչքան շուտ անենք, այնքան այդ չի լինի էլի գոնե։ Как-то так։ Այսօր դուրս ենք եկել, երեխեքին տանում ենք տատիկ պապիկ են ստուն, ես ու Խորենը գնում ենք մեծ առևտրի, տանը ամեն ինչ վերջացել է, ուզում ենք գնալ Ռասիայի City, այնտեղից հանգիստ ամեն գնում անել։ Էս էլ իմ բանդան։ Всё, երեխեքին թողեցինք եւ սիրելիներս գնում ենք մետրո, այս փորիկը այնքան մետրո չի նստել, մեկ-մեկ նստած մի ամիտ բաներ ասում, ոնց պետք է օգտվենք, ինչ պետք է անենք, ասում եմ, հանգիստ վստահին ինձ։ Դու վրա խնդում ես ուրիշներից ինչ։ Մի մասը ինչից ենք խոսում ամեն։ Մակը մտածում վրաց ծիծաղում է ինչ։ Չէ, այդ մասը չի ձայնագրվել, խորիկս լֆտի։ Լաֆտի մեջ։ Լիֆտի դրան արանքը մնաց, ընդեղ է տղաներ կանել, մեր հետ եմ ասել, սենց ռեակցիա տվեցին, ասում եմ, էդի ստրեսային իրավիճակում, հանկարծակիության, այսօր ենք բարձամ, հա, լավ։ Ուզել է հատ է պսիխոանալիզա ներկանգնացնել։ Ասեմ, որ չեն ծիծաղում քո իրավիճակի հանկարծակիության վրա։ Խորենի հետ եկանք մի բան ուտելու, որտեվ խոր դու այսօր вообще բան կել ես, ես առավոտը նախաճաշել եմ 11-ին, որպեսզի հասկանաք где-то 6-ն է։ В общем, խաչապուրին շատ է հավանում խորիկը, ես էլ եմ սիրում, так что մի հատ էս վերացնենք ու գնանք մեր գործերով։ Այո։ Տեսեք, խորիկիս զզվող բնավորություն։ Նաև չյուղոտվող։ Հա, էս է Յուղոտվել ցանկացող։ Լավ։ Մենք դուրս եկանք, չկարողացանք ուտել, հետներս վերցրեցինք։ Երկու հատ խորեն ընկերավ, մի հատ ես, вообще շոկ էր, հետ ուտելներս, ուղղակի զուտ ստամոք ստա եմ, որ զգացնել տալիս։ Հիմա եկանք մի հատ սուրճ վերցնենք, հետո երևի գնանք City առևտրի։ Հա, մեկ էլ մտա կանսիլերս էր վերջացել, լամելից վերցրեցի, մի հատ կանսիլեր, լավնած խողականությամբ։ Լսի, ժամի համար, բայց ինչ շոկ հա։ Շատ շոկ հա։ Շունչս կտրվում է, օդ չկա քաղաքում։ Զգում ես, չէ, որ կեղտոտ է օդը, չեմ կարող բացատրեմ։ Երեխեք ջան, վերցեցինք, ասում եմ մի ընտանիքից այսքան տարբեր։ Ինքը մշտապես վերցում է դառը, ամենադառը տվեք։ Ու ես ամենաքաղցերը պաղպաղակում։ Ես ու Խորենը չպլանավորված մտանք ունու, Խորենին բասանոշկա վերցրեցինք։ Ու որ ճիշտ ասեմ, ես մրցանակաբաշխության եմ ամսի 30-ին հարմար կոշիկ սենց կարմիր գոր գալինելու ես կոմենկոմ հարմար բասանոշկա չունեի, առորյա են իմերը։ Մի հատ էլ բարձրակրունկ ինձ եմ վերցրել։ Երկու տարբերակ էի հավանում, վերջը որոշեցի, որ սպիտակը ավելի նուրբ է նայվում ու սպիտակը վերցրեցի։ Բայց շորիկ էլ չունեմ։ Դրես կոդը սև ու սպիտակ։ Ոչ մի բան չունեմ, որ հնարավոր է հագնել այդ կարմիր գորգի վրա։ Հիմա մտածում եմ։ Չգիտեմ ինչ կարելի անել։ Առևտուր էինք անում։ Всё-таки որոշեցինք MG-ից առնենք, որովհետև ուզում էինք քայլելով հետ գայինք։ Դու ինչի համար էինք դուրս եկել, ինչ արեցինք։ Հիմա կասայում անջատվեց այդ համարյա վերջացրել էին մեր առևտուրը հաշվել, անջատվեց այդ սարքը կասայի։ Քանի որ խանութը մսի փակվում, ասեցի խորի ես գնամ ընդեր դու հələ սպասի տես մինչև միացնենք կարող է մսի խանութը էլ չկարողանանք օգտվել։ Դրա համար բաժանվեցինք երկու մասի։ Մենք արդեն տանն ենք, որոշեցինք գալ տուն, հետո կգնանք երեխաների հետևից, որովհետև գնումները ուզում էի բան անենք, էլի հանգիստ, երեխեքի հետ գիտեք, աժոտաժը շատ է։ Ինչ ենք առել։ Բիբար եմ վերցրել, զուտ որպեսզի տանել միս։ Վարունգ եմ վերցրել։ Վերցրեցի 2 կիլոգրամ տավարի միս, կտրատած, բայց վերցրել եմ 2 տարբեր տոպրակներով, որպեսզի մի հատ է գցեմ մառազիլկա, այս երկու օրը բորշ կսարքեմ, կարծում եմ այդպես ավելի ճիշտ կլինի։ Հաջորդ թիվ, եկեք մի հատ տնտեսականին անցնենք, թաց անձեռոցիկ, մի հատ էլ թաց անձեռոցիկ, չոր անձեռոցիկ, մի հատ էլ չոր անձեռոցիկ, զապաս ականջի չոփիկներ, զապաս տեղանի շոր, ձեռքի հեղու կոճար, նուշի, ձեռքի հեղու կոճար,
դեղցի։ Ձեռքերի պիրչած կա, որովհետև ես երկու օր ուզում ենք դիվանը մաքրենք։ Այդ նույն նպատակով վերցրել ենք վանիշ և մի քանի թուղթ։ Այսպես։ Վերցրել եմ լոլիկ, գիլաս և խնձոր, բայց ոչ շատ քանակությամբ խնձորը, որովհետև այնպես չի, որ շատ ենք ուտում էլի այդ խնձորից, և վերջին պակետիկը։ Մակարոշկա, Արտաշեսը կյանք չունի առանց մակարոն։ Կտրատած հացեր առավոտ եք սարքեմ նախաճաշ, բանով, ձվով, մակարոն, փոքրիկ սիրտ զիջկաներ են։ Երեխեքի սիրելի հյութն եմ վերցրել եմ սառը սուրճ, հորս այս պաղպաղակները, որ շատ խնդրեմ։ Կներեք։ Սա ևս։ Պանիր, այս սուլուգունի շատ եմ սիրում, հատկապես Արտաշեսը, մի հատ էլ չանակ եմ վերցրել, սառը չայ, կարակ, այս կարակները թանկ են, 1400 ինչ էր, բայց լավն է, թթվասեր, լավաշ, քիչ ենք արնում լավաշ, որովհետև շատ ուտ բորբոսնում է, սառնանում էլ պահում եմ ես, էլի սառը չայ, թավթիտ, սամուններ, այս քանի համար ինչքան ենք, մի րոպե կացեմ, MG-ում վճարել ենք, ինչքան ենք վճարել խոր, ինչի չկա։ 17 ոնց որ, ամեն դեպքում գրած չի ընդհանուր ինչքան է։ Չէ, պետք է գրած լինի, չի կարա չլինի։ Այս տակը չի գրվում։ Հա։ Չկա։ 17, в общем, 10,000 շեմ տա։ 16 տվել եմ մսի խանութում, 17 շեմ տնել, բանջարեղենի խանութում էլ 5000-4 ու քանիսն էլ ընդեղ, դե հաշվեք։ Դա ամեն ինչ թանկացել է, ինչ անենք։ Մի հատ մտնում խանութ դուրս ես գալիս։ Կոշիկները մտածում եմ, խոր կբերես մեր կոշիկներն է ցույց տալ, չկա։ Վերցրել ենք խորենին, արդեն ասեցի ու ինձ բասանոշկա։ Իդեպ դավին սենց բան են վերցրել, որ տառերն ու թվերը սովորենք, այսպես հետը գրիչ կա և կետգծերով, որպեսզի երեխան սովորի թվերն ու տառերը։ Մի քիչ ձեռքը բացենք, էլի։ Ուրեմն սա խորենի բասանոշկաներն են, տեսեք, այսպես, զամշվի, սենց մի տեսակ։ Ինչքան էր խորես արժեքը, 9 ու քանիս? 9։ Տատամում է սև ու սպիտակ տարբերակի մեջ, բայց ընտրեցի սպիտակը։ Այս տեսք ունեն, բասանոշկաներ, հետ գալուց մտանք շորերի խանութ, բայց քանի որ կարմիր գորգ կար, ես կոմենքում մտածեցի մի անգամ էլ ես չձանձրանամ, չծուլանամ, չբարդացնեմ, ու ուղղակի վերցնեմ ինչ-որ ավելի ճոխ տոնական շորիկ, չէի ուզում առօրյա շորիկով գնալ, որովհետև այդ մրցանակաբաշխությունն այնպես է, որ բոլորը կարմիր գորգին համապատասխան, ճոխ զգեստներ, ուզում էի, որ ինչ-որ համահունչ լինի, էլի, դրա համար վերցրեցի կորսետով սև շոր, մարգարտյա քարերով և ուրիշ տիպի քարերով, հա, տենց սպիտակ, որ կոշիկների հետ էլ կարծում եմ շատ կստազի, մաքսիա բոյը, խորենի համար սառը սուրճ եմ պատրաստել, իմ համար էլ սառը, ձողիկներ դրել է, հա, կոլա զիրոյ է իմն էլ սառը, ինչ-որ շատ շոկ, ինչ եմ անում? Այդ ռասբոյ տվեց մոտ է, Էդի Արտաշեսն էր։ Դավը իրա պլավկիներն է հակել ու տանը ֆռում է։ Այստեղ որոշեցի հացով ձվածեղ սարքել, երեխեքը շատ են սիրում, սպասում են, մինչև խորենի դասը կսկսի։ Դավս ուր ես գնում կյանք։ Ատամբուժի։ Այսօր դավս գնում է ատամնաբուժիչի, որտեղ պլոմբը, էսա թեքվելու է, դու ծանր ես, պիրիվես անելու։ Պլոմբը ընկել է գնում։ Դով նույն դեմքերը մի օր էլի խնդրում եմ։ Հետո պիտի գնան 3-4 չափի լուսանկար անեն, որպեսզի հավաքի փաստաթղթերը հավաքենք ու դպրոց տանենք, որ սեպտեմբերի ճոմա գնում դասի։ Դով։ Իցին մռութդ մի ավիրի։ Այս խուլիգանի բանն է, սառոճկան էլ ուզելա, որ հոգնյոյտից ավելի լավ է։ Բա ծովափնյա սառոճկայով է, հա։ Դով։ Հետևորդները քեզ ենքան են սիրում, մի երկու լավ բան ասա, մի հատ արտասանի, էդ ինչ է ունքիդ վրա, ինչ-որ մազմզուկ մի հատ հանի, ականջիդ մեջ մտավ, էդ ինչ է հանի, չէ,
Անցար։ Երեգիշեր Դավի հետ սովորում ենք ինչ-որ մայրաքաղաքներ, ասես մի երկու, ասեցի ամենագլխավոր մի երկուսը, մենակ Հայաստան, Ռուսաստան, Ամերիկա, Ֆրանսիա, բայց կհիշես Հայաստանի մայրաքաղաքը ո՞րն էր։ Երևան։ Բա Ռուսաստանինը Մոսկվա։ Ապրես, բա Ուկրաինայինը Կիևը, հիշում եք Կիևը։ Ինչ անում Աննան, նախ լվացի ամանների են հատվածը, որը ձեռքով պիտի լվամ, մյուս հատվածը դրել եմ պասուդամոյկա, հիմա ուզում եմ բորշ սարքեմ, տավարի մսի բուլյոնով, տավարի մսով եւ այլն, բայց որպեսզի ժամանակս օգտագործեմ, դրա հետ զուգահեռ YouTube-ով նայում եմ Պիտուխովի լեկցիաները։ Եթե չգիտեք ով է Պիտուխովը, ինքը MGU-ի դասախոսներից է շատ խելացի մարդ, ու եթե ուզում եք ուսումնասիրեք փսիխոլոգիա, ինչ-որ հետաքրքիր թեմաներ, ինքը բավական մատչելի նաև բացատրում է, էլի։ Կարող եք YouTube-ով պոիսկ տալ, իրեն լսել։ Մի խոսքով փորձում եմ օգտակարն ու հաճելին համատեղել, այդպիսով, այսպես ասած, ժամանակս ավելի արդյունավետ ոնց որ ծախսեմ, էլի։ Տարբեր թեմաներից խոսում եմ, մանավանդ եթե մի քիչ բազա ունեք հոգեբանությունից, մի թեթև տեղյակ եք ով է, ինչա, իր դասերը անպայման խորհուրդ եմ տալիս օնլայն, այսպես լեկցիաները լսեք, օգտակար կլինի։ Մեզ մոտ էլ արդեն երեկո է, ես խոհանոցում մենակ եմ, պատուհանը բացել եմ, մաքուր օդ ա գալիս։ Երեխեքը փազլ մի քիչ հավաքեցի Դավի հետ, Արտաշեսը դեռ հավաքում է իր փազլը, Խորենն էլ օնլայն դասերի է, փորձում ենք իրեն հնարավորինս քիչ խանգարել։ Երեխեք ջան, սենց բորշ ռեստորաններում անգամ չես տեսնի, ասեք, որ հրաշալի է ստացվել։ Այս անգամ մի քիչ ուրիշ տեխնիկա կիրառեցի։ Ուրեմն զաժարկայի ժամանակ քերած բազուկի կեսը լցրեցի, երկու փոքր չափի բազուկ էր։ Մի կեսը սկզբում սոխարածի հետ գազարով բանով այդպես զաժարկա արեցի եւ մյուս կեսը քերած պահեցի, անջատելուց 5 րոպե առաջ եմ լցրել։ Հələ որ մնա էլ ավելի է կարմրելու, բայց արդեն իմ համար ռեզուլտատը սա երևի իմ սարքած ամենակարմիր բորշերից մեկն է։ Միսիկով, բանով, հարցիս նամյոկ եմ անում։ Մենակ միսիկը մի քիչ է ջուրիկը էլի։ Ինքան շուտ կլավանա սիմվոլիկ, ինքն էլ է հիվանդացել։